Խնդրեմ, Պոնյան։ Շնորհակալություն, Գերաշնորհ Սրբազան հայրեր, հարգելի ներկաներ։ Ես շատ հակիրճ կանրադառնամ երևական ասպեկտին, իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող հարձակումների, որտեղ սա միայն այդպես կարող եմ բնութագրել։ Իհարկե, պարոն Թաթյան իր խոսքում այն հանցակազմերի մասին, որոնց մասին պատրաստվում խոսել, արդեն իսկ անդրադարձավ։ Սրանից նաև բխում է, որ այո, ակնհայտորեն հանրային ընկալումն այնպիսին է, որ հենց այդ հանցակազմերն են իշխանության ներկայացուցիչների գործողություններում։ Նախ այս ամենը սկսվեց մայիսի 5-ի կառավարության նիստից, երբ որ երկրի վարչապետը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին անվանեց չուլանացված։ Եվ ոմն դերասան Գնել Սարգսյանը արդեն մեզ հայտնի վանական համալիրում դրսևորեց խուլիգանական վարքագիծ, որի հետ կապված մեր երկու փաստաբաններ արդեն հաղորդում են ներկայացրել քննչական կոմիտեին, գլխավոր դատախազին, բայց մինչ օրս իմ տեղեկությունով դեռևս քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, անգամ տեղեկություն չունենք ընդհանրապես այդ հաղորդումների ճակատագրի վերաբերյալ, մինչդեռ 24 ժամում այդ հաղորդումներին պետք է արձագանք տրվեր։ Այնուամենայնիվ դրանից հետո արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետը իր անձնական ֆեյսբուքյան օգտահաշվում, որին հետևում է 1 միլիոնից ավել մարդ, սկսեց գրառումներ կատարել, որոնք իրենց բնույթով ոչ միայն անպարկեշտ են, այլ նաև հանցավոր, կոնկրետ իմ գնահատմամբ, եւ ըստ էության այստեղ խոսք կարող է գնալ ոչ միայն անձնական, մարդկանց անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններին միջամտելու, այլ նաև անհանդուրժողականության հրահրելու վերաբերյալ հանցակազմերի մասին։ Դրանց մասին են վկայում մի քանի գրառում ուղղակի շատ կարճ կմեջբերեմ, որպեսզի դուք նաև զարգացումը, այդ ամեն ինչի տեսնեք։ Դեռևս մայիսի 30-ին այն անպարկեշտ գրառումը կատարեց, որը նույնիսկ չեմ էլ ցանկանում վերարտադրել։ Այնուհետև անդրադարձել է բարձրաստիճան հոգևորականի խոսքին եւ արդեն բարձրաստիճան հոգևորականներին անվանել է սրբապիղծ։ Այնուհետև շարունակել այդ այսպես ասած անպարկեշտ վարքագիծը կրկին անպարկեշտ գրառումներով շարունակելով իր հետևորդների շրջանում այդ անհանդուրժողականության մթնոլորտը ստեղծել, եւ շատ կարեւոր է, որ դեռևս 2025 թվականի հունիսի 2-ից հետեւյալ գրառումն է կատարել վարչապետը իր անձնական օգտահաշվում։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որտեղ խնդրու առարկա փաստի առնչությամբ այդ նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Եթե ուշադրություն դարձրեցիք, վարչապետը խոսքը կառուցում է հարցական ենթատեքստով եւ որևէ պնդում չի կատարում, որ Գարեգին Բ-ն ունի զավակ։ Այնուհետև հունիսի 3-ին է գրառում կատարում, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի։ Այնուհետև արդեն հունիսի 10-ին հստակ ներողություն, հունիսի 9-ին հստակ պնդում է կատարում իր նույն օգտահաշվում, Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, արդեն հարցադրումը վերածվում պնդման եւ շարունակությունը գրառման։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել ուրեմն անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցան։ Այնուհետև արդեն հունիսի 10-ին համակիրների, այսպես ասած, հավաքագրման կոչ է անում Նիկոլ Փաշինյանը իր անձնական օգտահաշվում, Բեհարանը, այսպես ասած, ազատագրելու շուրջ համախմբվելու համապատասխան չափանիշներ է սահմանում այդ անձանց ներկայացվող եւ ըստ էության սկսում է հավաքագրել անձանց իր, այսպես ասած, նպատակն իրագործելու համար։ Իմ գնահատմամբ վարչապետի արարքներում, խոսքերում առկա են քրեական օրենսգրքի ինչպես 204 հոդվածի հատկանիշներ, այնպես էլ 329 հոդվածի հատկանիշներ, մասնապես 204 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ առանց նրա համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու համար, կամ այդ տեղեկություններն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու
իրացնելու կամ հայտնելու նպատակով այդ տեղեկությունները ձեռք բերելու կամ պահելու համար։ Եվ այս արարքի համար նախատեսված են ծանրացնող հանգամանքներ, դրանց շարքում է նաև իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարելը։ Գրառումների ժամանակագրությանը հետևելու արդյունքում շատ պարզ եւ հստակ կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն, մի պահ վերանանք այն հանգամանքից իրականություն է դա թե ոչ, բայց ըստ էության նրա խոսքում հստակ երևում է, որ նա իր իշխանական լիազորություններն օգտագործելով անձանց մասնավոր կյանքի մասին հավաքել եւ պահում է տեղեկություններ, ոչ միայն պահում է, այլ նաեւ դրանք հասանելի է դարձրել լայն հանրության շրջանակներին, ամենայն դեպս Facebook-յան իր օգտատերերի շրջանում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի արարքում մեկ այլ բավականին վտանգավոր հանցակազմի հատկանիշներ են առկա, դա 329 հոդվածն է։ Դրա էությունը կայում է նրանում, որ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք է հնչեցնում, ինչպես նաև նույն նպատակով նյութ կամ առարկա է տարածում։ Այս հանցակազմը ևս ունի ծանրացնող հանգամանք, որոնք տվյալ դեպքում առկա են Նիկոլ Փաշինյանի արարքում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով եւ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Իհարկե, եթե Աստված մի արասցե եկեղեցու նկատմամբ կազմակերպվի նաեւ հարձակում, այդ արարքը լրիվ այլ իրավական գնահատականի կարժանանա, բայց այս պահին համենայն դեպս անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված այս հրապարակային կոչերը բավականին լուրջ հավանումներ ունեն վարչապետի անձնական օգտահաշվում։ Դա խոսում է այն մասին, որ նրա խոսքը զանգվածաբար ոչ միայն տարածվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաև նա անուղղակիորեն հավաքում է, նաև ուղղակիորեն հավաքում է համակիրներ։ Այսքան, եթե հարցեր կան,